Շնորհակալություն, ողջունում եմ բոլորին։ Ես լսում եմ ելույթները, բոլորը ճիշտ են, բայց շատ կենտրոնացում վերահսկողության ֆորմատի տակ է դրած։ Շատ վաղուց արդեն կոռուպցիան եւ կաշառակերությունը ոչ միայն պետք է լինի իրավագիտության եւ իրավապահ մարմինների ուսումնասիրության առարկան, այլ նաեւ տնտեսագետների եւ տնտեսագիտության, հոգեբանների եւ հոգեբանության, մանկավարժների եւ մանկավարժության եւ այսպես շարունակ։ Մինչեւ մենք չկարողանանք ճշգրիտ ախտորոշել, երբևէ չենք կարողանում լուծում գտնել։ Իրավագիտություն եւ իրավապահ մարմինները դրանք վերջին փուլն են։ Լրատվամիջոցները նույնպես վերջին փուլին կարելի է դասակարգել։ Տնտեսագիտությունը ցանկացած ուսումնասիրող առաջին կուրսի ուսանող սկսում է հետևյալ բառերի ուսումնասիրությունից. ռեսուրս, սակավություն, պահանջարկ եւ այլն։ Հանրահայտ ճշմարտություն եւ աքսիոմատիկ ճշմարտություն։ Աշխարհում պահանջմունքները անսահմանափակ են, ռեսուրսները սահմանափակ։ Հետևաբար կոռուպցիա, կաշառակերություն լինելու է, կա եւ եղել է շատ վաղուց։ Ինչպես կարող ենք պայքարել, որ չլինի։ Մինչև մենք չգանք տեխնոկրատ կառավարման համակարգի, այնուհետև ներքին օղակներում ամբողջությամբ պրոֆեսիոնալ համակարգի, ինստիտուցիոնալ համակարգի ձևավորման, կոռուպցիայի դեմ իրավապահ համակարգ չի կարող պայքարել, վստահեցնում եմ։ Լրատվական դաշտը միայնակ չի կարող այդ մարտադաշտում մնալ ու պայքարել, վստահեցնում եմ։ Մարդիկ գալիս են իշխանության 5 տարի ժամկետով, չունեն մասնագիտական կարողություններ, հմտություններ, կենսագրություն, փորձառություն, մանավանդ այս թափառախումբ իշխանության մասին է խոսքը։ Չեն ունեցել երբևէ վարձատրություն, բառից բուն իմաստով մի լավ ընկեր ունենք, չեմ ցանկանում գրական բառ ասեմ, էլի ասում են նիսիայով գարեջուր խմողներ։ Նիսիայով գարեջուր խմողները դարձել են որոշակի եկամտի սեփականատեր։ Ինչ պետք է անի այսպիսի մարդը։ Գիտի, որ 5 տարի հետո իշխանազրկումից հետո այլևս չի կարող շուկայում տեղավորվել, աշխատանքի շուկան նրանք պահանջարկ չունեն, որևէ մասնագիտություն չունեն, որևէ տեղ չեն կարող ինքնաիրացվել, հետևաբար ինչ պետք է անի։ Պետք է կյանքի մնացած տարիների վրա 5 տարվա եկամուտների բաշխում կատարի։ Ինչ է սա նշանակում։ Սա նշանակում, որ աշխատավարձով չբավարարվել, պաշտոնական դիրքը չարաշահել, անընդհատ եկամտի կուտակում իրականացնել, որպեսզի պաշտոնազրկումից հետո կարողանա ինքը նույնպիսի պայմաններում ապրել, ինչ որ պաշտոնավարման ժամանակահատվածում է ապրում։ Այո, դրա համար բյուջեն ծառայելու է, ծախսային հատված ծառայելու է ի բարօրություն իշխանությունների, եկամտային հատված ծառայելու է ի բարօրություն իշխանությունների, որը հենց այսօր կա։ Այո, թոշակ կարելի է 5 րոպեում նույնիսկ 150,000 դրամ դարձնել։ Բանաձևին շատ չի մնացել, նույնիսկ 1 ամիս չի մնացել, կհայտարարենք։ Ընդ որում իրենց համար մատչելի գրատախտակային կհայտարարենք, որ հասկանան դա ինչպես է տեղի ունենում։ Ինչու չեն իրականացնում, որովհետև ձեռնտու չի, որովհետև պահանջները շատանալու են։ Ինչու են պետական ծախսերը, պարտքերը ներգրավում ու պարտքերը միանգամից ներդնում, օրինակ շինարարության ոլորտում, որովհետև շինարարությունում ատկատները շատ ավելի հեշտ են, շատ ավելի շատ են, չափելի են եւ այլն, այսպես շարունակ։ Եթե օրինակ ամբողջ այսպես իշխանության ասֆալտապատման ծրագիրը մենք փորձենք գնահատական տանք, մոտավորապես $200 միլիոն պատմության մասին է խոսքը։ $8 միլիարդ պարտք են կուտակել։ Ասպես ինչ ես արել, ասում զենք եմ արել։ Հենց ասում ես զենք չես արել, սուտ ես խոսում, պաշտպանության բյուջեն նվազեցրել ես, ասում չէ զենք չեմ արել, ասֆալտ եմ արել։ Ասում ես ասֆալտը 200 միլիոն, ասում դպրոց եմ ծարգել, ասում ես դպրոցը 300 հայտարարել ես, 70-ն ես կառուցել, ասում եւ մաքսիմում 200 էլ դրա վրա, միանգամից փոխում, ասում բայ իհարկե աղքատը պիտի աղքատ լինի, բայ ես եմ մեղավոր, որ ինքը աղքատ է։ 10,000 դրամ տանք ինչ անի։ 10,000 դրամ տանք ինչ անի, հա։ Ընդ որում փոխկապակցումը փորձում է փոխկապակցի առողջապահական համակարգի հետ, որը որ Իրանից նորից կոռուպցիոն սխեմա է ենթադրում։ Կոռուպցիոն սխեմա չի, օրինակ, նույն իրավիճակում անկանխիկ գործառույթների մասին օրենքի ընդունումը։ Կոռուպցիա է, որովհետև հանգեցնում է անմիջապես գնաճի, ցանկացած գնորդ 1.5-ից 5% շրջանակներում ավել է վճարում ցանկացած ապրանքի համար մինչև 2022 թվական։ Միայն 1.5-ից 5% չափով ավելացել է բանկերի շահույթը, վարկային կազմակերպությունների, վճարաշվարկային կազմակերպությունների շահույթները։ Ինչն էր շահագրգռվածությունը սա իրականացնելու։ Տնտեսական օգտակարություն կար, ոչ չկար, որովհետև դրամական միջոցների խիստ սահմանափակումներն ու վերահսկողությունը հանգեցնում է տնտեսության մեջ ստվերային տնտեսության աճին։ Շահագրգռվածության երկրորդ ցուցանիշ կարող է լինել բանկերի հետ պայմանավորվածությունը։ Կարող է լինել, այո, կարող է լինել։ Հնարավոր է բացահայտել, այո, հնարավոր է իշխանապողությունից հետո բացահայտել։ Մենք միամիտ կլինենք կարծել, որ օրինակ ելույթ եմ լսում, ասում են իշխանությունը, այս իշխանությունը ընդդիմադիր ժամանակ ասում էին կոռուպցիա կա, մտածում էին, որ
նրանք այնքան ազնիվ են, որ եթե կոռուպցիայի մասին բարձրաձայնում են, ապա դրա մեջ չեն թախտախվի։ Ոչ, ամենաշատ հենց նրանք են թախտախվելու։ Ինչու՞, որովհետև այս իշխանությունն ունի շատ կարևորագույն առանձնահատկություն, այս իշխանությունը անամոթ է։ Եվ այսպիսի բոլոր տեսակի բարոյականից սկսած, կրթականով շարունակած, տնտեսական շահով այդպես շարունակելով նոր գալիս ենք հասնում ենք արդեն վերջին փուլում իրավական եւ իրավապահ համակարգին։ Բազմագործունային վերլուծություն մինչև չիրականացնենք եւ մինչև պատճառներն ամբողջությամբ չվերհանենք, մենք չենք կարող կոռուպցիայի դեմ պայքարել։ Այսքանը, շնորհակալություն։